Դուք ինչի եք աջակցում ուժեղ Հայաստանին։ Ինչի ուժեղ Հայաստան ունենան առանց ադրբեջանցիների։ Իշխանությունը հերքում է, ասում է չկա նման բան։ Իշխանությունը 8 տարի է խափում է ժողովրդին։ 8 տարի։ Ինչումն է խափում։ Ամեն ինչում, ամեն հարցում։ Արցախում հաղթում ենք, հետո Ասում ես սխալվել եմ։ հա? Ասում ես սխալվել եմ։ Սուտ է խոսում։ Մենք ենք սխալվել, որ Իրան բերել ենք։ Գուրջան։ Մանդատ է խնդրում, ասում էին ձայն տվեք, որ պատերազմի եռագլուխ կուսակցության գլուխները կտրեն։ Ոչ մի մանդատ։ Իրան պետք է շաղերի հետևում ելնի շուտով։ Ինչի համար։ Իր արած դավաճանությունների համար։ Օրինակ ասում են դիմադիրներն են լրտես։ Դիմադիրները հրաման տալու իրավունք չեն ունեցել։ Ծառուկյանին է օրինակ բերում, ասում է քո կուսակցության երկրորդ համարը։ Հա, բայց Իրանից բոլորը մեղավոր են, ցավը տանեմ, ինքը սուտ է խոսում։ Ինքը հատուկ ուղարկված քանդելու, ժարտելու, ինքը ոչ մի բան չի կառուցել։ Խափել է այսեն ժողովրդին իրար դեմ անել։ Խոսույթի մասին ինչ կասեք, ընդդիմադիրներին ասում է ստատկացնելու եմ, կզացնելու եմ, լավ, համբախի։ Եթե ինքը ուզում է կզացնի, թող Ալիևին կզացնի։ Ինքը Եղբայրանում է Ալիևի հետ։ Հա, ինքը կզած է 8 տարի։ Ես չեմ ուզում իմ երկրի ղեկավարը լինի կզած։ Ես ուզում եմ տենամ ուժեղ մարդու, մաքուր անառատ հայի։ Իրան բնի դենետեն ստուգենք, տենանք ինքը հայա թե ոչ։ Ասում է փող են բաժանել, դրա համար են այսքան մարդը։ Ով է փող բաժանել։ Ոչ մեկ էլ։ Բարբերաբար գաղտնալսումներ են վերաբերում։ Դա սարկած բաներ է։ Արհեստական բանականությունով ինչ ուզում են սարկում են։ Չեք հավատում, այսինքն դա։ Չէ, ես Իրան չեմ հավատում։ Ես Իրան մենակ մի բան եմ հավատում, որ Իրան ունեն Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ ոչ մի բան։ Հրապարակում, իրավապահ համակարգն է հրապարակում։ Ինքը ես չգիտեմ, այդ մարդուն ես չեմ հավատում, ցավը տանեմ։ Ուղղակի զզվում եմ Իրանից։ Կլինի։